Մամ, ես կոշիկները ուզում եմ շպրտեմ։ Մարի ջան, չի կարելի իրերը շպրտել մենակ նրա համար, որ դրանք մաշված են ու հին։ Տենց լիներ, ես հորիցդ պետքա շուտ վանից ազատված լինեի։ Մամ, այս կոշիկները որ դուրս գամ, կիմանան մուրացկան եմ փող կտան։ Ինչ վատա, փող կհավաքես ու քեզ նոր կոշիկ կառնես։ Պապ, փող կտաս ինձ նոր կոշիկներ առնեմ։ Մարի, ես քեզ գիտես երբ փող կտամ։ Երբ։ Ուշադիր լսի։ Երբ ինձ խելոք կպահեմ։ Սպասի ասեմ։ Երբ աշխատավար ստանաս։ Թող միջև վերջ ասեմ յա։ Երբեք։ Ես հասկացա։ Դուք ինձ հաստատ չեք սիրում։ Ռոզա մի կտոր հաստուր ուտեմ։ Բրդուճ եմ սարքել։ Հեսա կեր։ Ես ինչ բրդուճա։ Ես լավաշի մեջ մատնակաշ ես դրեն։ Ոխ, ոնց եմ նախանձում ես Բյոնսին, հələ նա ինչ թանկանոց շոր ա հագել։ Ռոզան իզես գիտես ում եմ նախանձում։ Ում։ Ցանկացած մարդու, ով որ քո հետ ամուսնացած չի։ Քո նման գեղեցկոյ այս աշխարհում չկա նոնե ջան։ Լավ, տենց մի ասա։ Հա, չնայած ճիշտ ես ասում, լիքը կլինեն ուղղակի ես չեմ ճանաչում։ Կլինի քեզ համբուրեմ։ Չէ, Լավ էլի մի հատ պաչեմ քեզանից չա գնում։ ամաչում եմ։ Ինձանից։ Չէ, Իրանից։ Այն երեխայը բան չի հասկանում։ Հա, երեխա եմ։ Դուք շարունակեք։ Ազատ, ես հենց չեմ կարա։ Լավ, ուրեմն աշկերտ փակի Լևոն։ Չեմ փակի։ Ասեցի փակի։ Չեմ փակի։ Ուզում ես դու փակի, որ Լևոնին չտենաս։ Գժվեր ես, ես գնաց ելիս չզանգես։ Պաչվել ինչա չեն կարում։ Այս ինչ սերունդա մեծանում։ Բարի երեկո, հարգելի հանդիսատեսների իհարկե բարի երեկո, սիրելի հեռուստադիտող։ Ուր ես գնում, մի քիչ էլ մնա։ Չեմ կարա։ Ուզում ես քեզ ճանապարհեմ տուն։ Չէ, չեմ ուզում։ Բայց դուրսը վտանգավոր է, լիքը գիժ կա։ Ստեղի գիժը ավելի վտանգավոր է։ Դե ես քեզ կզանգեմ։ Իհարկե, ջերմ կապողջույններ։ Ալո, բարև Նունե ջան, Ազատն է։ Որ ասում եք կզանգեմ, զանգել եմ։ Լավ ես։ Ալո։ Ալո։ Երևի կապ անդադվեց։ Սպասի մի հատ էլ զանգեմ։ Ազատ մի զանգի։ Չի կարելի տենց անել։ Դու իրան ավելի ես քեզանից վանում։ Ինչո՞վ։ Քո աներեսությամբ։ Աղջիկներին դուր չի գալիս, որ տղեն իրեն զզվցնում է։ Դու ինչ գիտես։ Եթե նկատել ես, ես աղջիկ եմ։ Ու քո նման լիքը զզվցնողներ ունեմ։ Ես զզվցնող չեմ, ես հոգատար եմ։ Բոլոր զզվցնողները տենց են ասում։ Լավ, չեմ զանգի։ Ապրես։ Գոնե գնամ տենամ նորմալ տուն հասավ, թե չէ։ Էս էլ իմ զզվցնողը։ Բարև Մարի ջան, Բարև ժելե։ ո՞նց ես։ Գիտի դու ցնդել ես։ Չէ, ամեն ինչ քո համար եմ անում կյանքս։ Վիլեն էլ մի լոճվի։ Հատուկ նիհարես թող սարք եմ արել, որ նիհարեմ ու էլ չլոճվեմ։ Վիլեն ջան, մինչև դու նիհարես, ես կմեռնեմ։ Չէ, ասում են ես շատ արդյունավետ է։ Մի ամսում փորդ լրիվ մաշվում է։ Հեսա կտենաս։
Փորը շուտով կուբիկներով ա լինելու, կամ կանգնեմ կողքդ, սոկ խմեմ, սենց բերանիս կողքով սոկը սենց թափվի, կուբիկների արանքով հոսա ներքև տենաս գժվես։ Հիմար։ Մեկա իմն ես լինելու։ Բարև, պապա ջան։ Բարև։ Նենց է քեզ կարոտել, արի մի հատ գրկեմ։ Ես ինչ ես անում, մարդ թող։ Նիհարեցնող Սարգիս պատական կպակ միացավ, պապա ջան։ Էլ ինձ մի ասա, պապա, կարողա գիտես քո վեկալովի հերն եմ։ Վայ, մերսի Ալիկ ջան, որ օգնեցիր։ Ես գնամ։ Այս տոպրակները դատարկի նոր գնա էլի։ Ռուզան, ես արդեն նենց վատ եք ապրում, որ շանկեր եք ուտելու։ Չէ, դի մեր ապագա շան համար է։ Բայց ինչքան հիշում եմ, գառնիկը ատում ա շներին։ Ինձ այդ չի հետաքրքրում։ Խեղճ կենթանին ոնց ա ձեր տանը ապրելու։ Ալիկ, գառնիկը հեչել խեղճ կենթանի չի։ Ռուզան, ես շանը նկատի ունեմ։ Դե մի քիչ կհաչա, կվնգստա, հետո կհարմարվի էլի։ Ռուզան, մի ճշտում մտցնենք։ Դու հիմա գառնիկի մասին ես խոսում, թե շան։ Պարզ չի։ Գառնիկի։ Բա որ գառնիկը չուզեց։ Ինձ չի հետաքրքրում։ Գառնիկը ուզում ա, չի ուզում։ Կարևորը որ ես եմ ուզում։ Իսկ որոշել ես, աղջիկ ես ուզում, թե տղա։ Սերը կարևոր չի։ Կարևորը որ ինձ լսի։ Ալիկ, չես պատկերացի, չեմ համբերում, երբ այրա փոքրիկ ոտիկներով տան մեջ վազվզելու։ Վախ, ինչ հավես ա։ Ձեր տան անդամների թիվը մեկով էլ ավելանալու։ Ո՞նց ավելանալու։ Ես հազիվ 3 երեխա եմ պահում։ Ռուզան հղի ես։ Գժվել ես գառնի։ Բայց ինչի մասն էիք խոսում։ Ռուզաննան ուզում է, որպեսզի դուք շուն պահեք։ Հա, շուն։ Ջան, այո, շուն։ Պաստորեն չի ատում շներին։ Շուն։ Աղջիկ գժվել ես ինձ շուն։ Ազատ, ինչ ա եղել։ Ինչ ես տառապում։ Ունեն ինձ թողել է։ Զարմանալի չի։ Առանց իրայից չեմ կարող ապրեմ։ Նունիկիս եմ ուզում։ Ազատ, հանգստացի, հո դու տրյապկա չես։ Ինքը ինձ ասեց, որ է շատ տարօրինակ, ցնդած ու խփնված անձնավորություն է։ Ազատ, մեկը ուշ թե շուտ հասկանալու էր այդ։ Թո բայց այդքան շուտ։ Լավ, Ազատ, արի հեռուստացույց նայենք, մի քիչ ցրվի ու մոռացին ունեին։ Մերսի աղբերս, որ նեղ պահին են, ինձ դուխ ես տալիս։ Լավ, փոխում եմ ալիքը։ Նունե Եսայանն է փոխի ալիքը։ Նա и аватарна. Аватару как грязь. Аватар в порядке? Да, док. Вы не представляете, где я сейчас. Мы только видели. Հիմա ինչ ես լացում։ Նունե սիրած կինոն է։ Հաջող ասած։ Լավ էլի գառնիկ, շատ եմ խնդրում, արի շուն պահենք։ Ռուզան ինչ շուն, ես արդեն տանը 4 հատ կենթանի պահում եմ։ 4? Հա, 3 հատ տուզիկ ու մի հատ գելխեղտ։ Ախր այդ փոքր շունը քեզ ինչ ա խանգարելու։ Ռուզան, ես գիտեմ, այդ շունը մի քիչ մեծանալու է, գասի գառնիկ փող տուր։ Ով էլի գառնիկ, խնդրում եմ։
Շունը շատ խելացի կենթանի է։ Կսովորացնես տապեչքեքդ կբերի։ Նույն բանը հերդ քո մասին էր ասում փսակվելուց։ Հենա փսակվել է, մի անգամ տապեչկա բերել ես։ Մենակ անիմաստ հաչում ես։ Դե կտենաս բերելու եմ։ Չես բերելու։ Բերելու եմ։ Չես բերելու։ Բերելու եմ։ Ասեցի չես բերելու։ Բերելու եմ, ասեցի բերելու եմ։ Ֆու Ռուզան, ֆու, հանգստացի ֆու։ Ազատ հանգստացի։ Մեր դուրն չի գալի մորդ սարկած ճաշերը, բայց դիմանում ենք ու չենք լացում։ Պապ, ինքը դրա համար չի լացում։ Ընկերուին իրան թողել է։ Մարդ աղջկա համար այդքան կլացի։ Պապ ջան, դու ինձ հիմա չես հասկանա։ Հիմա։ Ազատ ինձ թվում է ես քեզ երբեք չեմ հասկանա։ Ազատ ջան, մի լացի։ Հիշի, որ ժամանակը բուժում է վերքերը։ Ուզում ես ասես մի 70 տարի կանցնի, նունենք կծերանա կմեռնու ես իրան կմոռանամ։ Ես ուրիշ բան նկատի ունեի, բայց էդ էլ է տարբերակ։ Ազատ ձենդ կտրի թող հանգիստ հաց ուտենք, տեղից էլ դժվար է մորդ սարկած ճաշերը ուտելը։ Ալո։ Ինչ եղավ։ Սխալ են զանգի։ Բա ինչ ես լացում։ Նույն ուզում։ Սպասի գնամ հետևից խեղճ երեխեն իրան վնաս չտա։ Ես ինչա։ Ռուզան, ես ինչ շունա։ Դրսից եմ գտել թափառական շունա։ Բերել եմ որ պահենք։ Ռուզան, ես այս շան հետ միասին քեզ դուրս կանեմ, դու էլ կդառնաս թափառական։ Բայց ինչ անսիրտն ես։ Մի վախեցի, ես չեմ թողնի որ քեզ դուսանի։ Գառնիկ ջան։ Շանանունը Գառնիկ ես դրել։ Հա, Ինչի։ որովհետև քո նման փրչոտ է ու սոված աչուկներ ունի։ Հենց հիմա հանի է շանստուց։ Չեմ հանի։ Ուրեմն սենց Ռուզան, կողնորոշվի, կամ ես, կամ ինքը այս տանը մի Գառնիկ պետք լինի։ Բայց հլնա ինչ մռութն է։ Ես իրանից ոնց հրաժարվեմ։ Այս տանը ինձ ոչ մեկ շանտեղ չի դնում։ Ազատ խնդրում եմ, բաց դուրը, մենք քո համար անհանգստանում ենք։ Ազատ Ալիկ դյադյանա, ոնց ես ապեր։ Գալիս ես գնանք լավ ժամանակ անցկացնենք։ Իրինայի շորերը լվանանք, հարթուկենք։ Ալիկ ջան, նենց բան առաջարկի, որ դուրս գա, ոչ թե մնա մեջը։ Բայց դրանից է լավ առաջարկ։ Ես հեսա նենց բան կասեմ, որ ինքը չի կարա դուրս չգա։ Ազատ, պապայի արև դուրս արի։ Պապայի հեղինակությունը լրիվ վարի է գնացել։ Ազատ, եթե հենց հիմա չբացես, մենք ստիպված դուրը կջարդենք։ Ազատ լուրջ եմ ասում։ Լավ, դու գիտես։ Ալիկ դյադյա, ջարդի դուրը։ Օ, ես Չէ, ճիշտ ասած այս դուրը շատ ամուր է ու բացի այդ էլ ուսս ահավոր ցավում է։ Մարի ջան, ես կջարդեմ։ Դուք ինձ տենց պուճուր-մուճուր մի նայեք։ Ես իրականում քոթուկ եմ։
Ես գիտեմ մեզ ով կօգնի։ Ես արդեն տանն եմ, կարաք ինձ մասնատեք։ Ես թակավորի պես քո համար պարկել ես, հա? Կարող եմ մի հատ էլ կոֆե բերեմ խմես, գառնիկ։ Բա ինչ անենք, որ Ռուզանը քեզ այս տնից հանի։ Դու տակը ճիշի կանում ես։ Կակած Ռուզանը չի սիրում պոլերը մաքրել։ Դե դու չես անի, մենք կանենք։ Կարող է Ռուզանի տապշկին էլ կրծես։ Չես կրծում, մենք կկրծենք։ Ինչ ես տապճկես դրել բլենդերի մեջ։ Այդ շունն ա դրել, ես հանում էի։ Համելնայի չիշի կարել։ Մեծ մարդ ես, չես ամանչում շանը պաստավկա ես անում։ Արի, գառնիկ ջան, արի գնանք ստեղից։ Դու չէ, դու պատժված ես։ Արի գառնիկ ես, արի գնացի, արի։ Վիլեն արագացրա։ Վիլեն նա տես անջատի։ Ինչ պիտի ջարդեմ։ Այս դուրը, բայց մենակ դուրը։ Հեսա ջարդեմ, Մարի ջան։ Խնդրեմ։ Ազատ չի կարելի, աղջկա պատճառով տես դեպրեսիայի մեջ ընկնել։ Ինչ անենք քո համար, որ նունեին մոռանաս։ Ձեր կուրսի Աննայի հետ կծանոթացնես։ Հա։ Դզեց։ Մարի ջան, կգաս այսօր իրար հետ գնանք կինո։ Վիլեն էլ մի լոճվի, ես քո հետ ոչ մի տեղ չեմ գա։ Հիմա էլ էսի փակվեց։ Վիլեն բաց դուրը։ Վիլեն։ Վիլեն ջան, ոնց որ վատ ես, հա, ապեր։ Ասում եմ, արի գնանք մի հետաքրքիր բանով զբաղվենք։ Օրինակ Իրինայի շորերը լվանանք, հարթուկենք։ Միթե Մարին հետս կինո չգա, չեմ բացի։ Լավ, կգամ։ Բայց մի պայմանով եմ հետդ գալիս։ Ինձանից 5 շարք հեռու ես նստելու։ 2 շարք։ Չէ, Լավ գոնե 3։ լավ։ Դե գնացինք։ Լևոն ջան, բաց երա դուրը։ Լևոն, ես կանեմ ամեն ինչ, ինչ դու ուզում ես։ Ալիկ ջա, ուզում եմ թողես հանգիստ չիշի կանեմ։ Երեկո ժամանցային շոուի
Ինչ ա եղել, ինչ ես լացում։ Լևոն, Գառնիկը փախավ ինձանից։ Մամ ջան, այդ ուշ թե շուտ պետքա լիներ։ Այդ խեղճին ոչ նորմալ կերակրում էիր, հետ սաղուրը ներվերն էիր ուտում։ Այդ տղա հերդ չէ։ Շունը։ Գառնիկ։ Շունս երկու հատ էք շուն տեսավ հետները փախավ։ Գերվի մարդը գնացել է շնանա։ Բա ես հիմա ինչ անեմ։ Ռուզան հանգստացի, էնի թափառական շուն էր, վաղ թե ուշ փախտելու էր։ Բայց այսքան շուտ։ Էնի շունա, հոյի նման էշ չի, որ հետդ 20 տարի մնա։ Մարին խնդրեց, որ քո հետ ծանոթանամ։ Դզեց։ Կլինի քեզ համբուրեմ։ Չէ։ Լավ էլի մի հատ պաչեմ քեզ այնց ի՞նչ է գնում։ Ամաչում եմ։ Ինձանից։ Իրանցից։